Շնորհակալություն։ Հարգելի խորհրդարան, հարգելի հայրենակիցներ, անշուշտ փետրվարյան իրադարձությունները նոր իրավիճակ ստեղծեցին մեր երկրում։ Անշուշտ դրանից հետո բոլորս ստիպված եղանք մի պահ կանգ առնելու ու մտորելու, այլևս ինչ ենք շարունակելու, ինչպես ենք շարունակելու։ Անշուշտ հանրությունը հայտնվեց մի տեսակ ապաթիայի մեջ, իսկ քաղաքական ընթացքները ամորֆ բնույթ ստացան։ Բայց ես այսօր հարցադրմամբ եմ այստեղ հայտնվել։ Հարցադրումս հետևյալն է. արդյոք փետրվարից հետո 40%-ի հասնող աղքատությունը երկրում վերացավ։ Արդյոք ճգնաժամային մակարդակի արտագաղթը դադարեց։ Արդյոք գործազրկությունը ոչնչացվեց։ Արդյոք հուսալքությունը, ապօրինություններն ու բառադիությունը պետական կառավարման համակարգում այլևս մեզանում չկան։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունում այլևս բոլոր խնդիրները լուծված են։ Վստահ եմ, որ ոչ։ Ուստի եւ այս պահից սկսած մենք խնդիր ունենք վերաիմաստավորվելու մեկ ուղղությամբ։ Մի վերելակի պատմությունը կարող է ցնցել ամբողջ երկիրը, որովհետև մի վերելակ աշխատացնելու խնդիր ունենք, պարզապես այն պատճառով, որ ասածս բառադիությունն ու անփույթությունը տիրում են, դարձել են առանցք վարչարարության մեջ, դարձել են կացութաձև թելադրող հանգամանքներ պետական կառավարման ու հանրային կենսակերպի ձևավորման մեջ։ Արդյոք մենք այսօր հնարավորություն ունենք մեզ թույլ տալու իրավունք ունենք աչք փակելու նման դրսևորումների վրա։ Արդյոք 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում կարող է վայր ընկնել վերելակ եւ կարող է զոհվել երիտասարդ անձնավորություն այն պատճառով, որ ինչ որ մեկը մի քանի կոպեկ խնայելու սեփական ցեղին հարստացնելու համար չի բարեհաճում համապատասխան կանոնակարգի համաձայն ծառայություններ մատուցել։ Իսկ միթե դա վերաբերում է միայն բազմաբնակարան շենքերի կառավարում իրականացնողներին, դա չի վերաբերում համայնքների կառավարում իրականացնողներին, դա չի վերաբերում երկրում ոլորտների կառավարում իրականացնողներին, դա չի վերաբերում ամբողջ երկիրը կառավարողներին։ Արդյոք պատասխանատվության հանդեպ պահանջատիրությունն այլևս մարել է հանրության մեջ։ Ուզում եմ, որ բոլորն իմանան, վերաիմաստավորվելու, վերագործարկվելու ժամանակահատվածը շատ կարճ է տևելու, կամ թերևս արդեն սպառված է։ Ուզում եմ, որ իմանան բոլորը, հանրությունն ինքը պահանջատեր է, հանրությունն ինքը ծնելու է այնպիսի շարժումներ ու այնպիսի իրավիճակներ, որոնց նկատմամբ աչք փակելը հնարավոր չի լինելու։ Ուզում եմ, որպեսզի բոլորը սթափվեն, ուզում եմ, որպեսզի որևէ մեկը թողտվության մթնոլորտում իրեն չզգա, նաև փետրվարից հետո, նաև մարտից հետո ու եկող բոլոր տարիներին։ Հայաստանի Հանրապետությունում դեռ ամեն ինչ առջևում է։